Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար հայեմի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հաղորդումը ինչպես միշտ վարում ենք մենք Հայկ միաբանության անդամներ Էդգար Մակարյանը Երևանից եւ ես Արմեն Ներսիսյանը Գյումրիից։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Սկսենք մեր զրույցը, սկսենք այսօրվա թողարկումը եւ կարծես թե այսօրվա թողարկման մեջ մենք խտացնելու ենք մեր նախորդ ասածների ողջ դրամաբանությունը, ինչու, որովհետեւ փորձելու ենք գործնական ընթացք առաջարկել։ Այնինչ այսօր տեղի ունենում Հայաստանում հոգեբանորեն, քաղաքագիտորեն, ցանկացած այլ ասպեկտներով դիտարկելիս ինքը սարսափելի է թվում։ Սարսափելի է թվում այն պարզ դրամաբանությամբ, որ իշխանության հայտնվածները հստակ հայտարարում են Հայաստանի թրկացման սցենարը տարբեր փաթեթավորումներով հստակ հայտարարում են եւ կարծես թե դիմադրության օջախ չկա։ Եվ այս խնդիրն է, որ այսօր մենք փորձելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել եւ դրանից բխող այն առաջարկները, որ ընդհանուր դրամաբանության մեջ մենք ձևակերպում ենք ինչ անել։ Եվ արտաքին գործերի նախարարությունը հետո էլ առաջի դեմքի մակարդակով իբր ճեպազրույցի միջոցով ներկայացվեց, որ խաղաղության համաձայնագիրը այդ փաստաթղթի բովանդակային տեքստը համաձայնեցված է եւ համաձայնեցված է նույնիսկ այն երկու վերջնական կետերի պահով, որոնք Հայաստանը ժամանակին չէր ընդունում, բայց հիմա ընդունում է եւ ըստ էության տեքստը պատրաստ է։ Իհարկե դրանից հետո անմիջապես ադրբեջանական մամուլում հայտնվեցին նորանոր պահանջներ ընդཐུպ Հայաստանի զենքերը, Հայաստանը իր զենքերը պետք է հանձնի, Հայաստանը պետք է արտահանձնի բոլոր հերոսներին Արցախյան պատերազմի կամ գրեթե բոլոր մասնակիցներին, ամեն ինչ պետք է անի, որ Արցախի հարցը այլևս Հայաստանի հանրային օրակարգում չլինի եւ այլ նման դրամաբանություններ։ Օրակարգը այս մեկ գծով բարձ է։ Թրկացման սցենարը մենք բարբերաբար Արդար հայեմի եթերում բացահայտված հաղորդաշարի եւ ոչ միայն մյուս հաղորդումների ընթացքում ներկայացնում ենք, որ Հայաստանում իշխանությունը նվաճված է եւ տարվում է թուրքական օրակարգ։ Սա արդեն ակնհայտ էր եւ վաղուց էր ակնհայտ, որևէ մեկին գաղտնիք չէր։ Ինչ մնում է ընդդիմություն կոչվող դաշնավայրին կամ այսպես քաղաքական դաշնավայրին ընդդիմություն կոչվող սուբյեկտներին, ապա իրենք էլ իրենց գիծն են հստակ դրել, որ ահա կգա ընտրություններում եթե ժողովուրդը դեմ է այս օրակարգին, պետք է ձայն տա։ Եվ ինչ խնդրի առաջ են կանգնած։ Կանգնած ենք մի խնդրի առաջ, որ հստակ տարվում է մեզ վիլայետման, տանում են մեզ վիլայետի օրակարգով, այսինքն ծայրագավառի, թուրքական ծայրագավառի օրակարգով եւ որևէ դիմադրություն չկա։ Ինչու չկա դիմադրություն։ Հաճախ լսում ենք, որ մեղադրում են ժողովրդին, որ չկա դիմադրություն, որովհետեւ ժողովուրդը անտարբեր է եւ այլն։ Բայց մենք այսօր առավել ուրիշ շերտեր կփորձենք քննարկել, բացել, դա այն է, որ այնուամենայնիվ ազգային էլիտա, որը պետք է ուղղորդեր այսօր մեր խորքային շերտով մեր հասարակությանը, այսօր ազգային էլիտան խուսափում է պատասխանատվություն վերցնելուց կամ այսպես ձևակերպված չկա ազգային էլիտա։ Եվ նրանք, ովքեր հիմա փորձում են ամբողջ ծանրությունը պարտել այս խեղճ ժողովրդի վրա, որը առնվազն 3 տարին մեկ խաբվել է, առնվազն ստոր ձևով ներկայացվել եւ այնուհետեւ ամբողջությամբ հուսախաբ են արել ժողովրդին, այս ժողովրդից մենք պահանջում ենք ոգեծնում, այս ժողովրդից պահանջում ենք հերոսացում։ Մեր կարծիքով հոգեվոր արթնացումը պետք է տեղի ունենա նեղ խորքային շերտի մոտ, որը պետք է կարողանա այդ ամբողջը գիտակցել եւ առաջնորդել։ Իսկ սցենարը այս երկու սցենարից դեպի թուրքական
երրորդ հանրապետություն, այսպես ձևակերպված, կամ սպասել ընտրություններին ինչ-որ քաղաքական օրակարգեր ձևավորել, այս ամեն ինչ դուրս, որը ըստ էության ոչ թե երկու օրակարգային խնդիր է, այլ մեկ ընդհանուր օրակարգի մեջ է մտնում։ Այլընտրանքը թերևս մեկն է, դա նեղ շրջանակների կողմից հոգևոր արթնության կոչեր եւ հոգևոր արթնության հիմքի վրա ձևակերպել, ձևավորել, ինքնակազմակերպվել եւ կազմակերպել Հայաստանի ազատագրական պայքարը, ազգային ազատագրական հայրենատիրական պայքար, որի այլընտրանքը այլևս չկա։ Ճիշտ է, ժամանակը գոնե Արցախյան ճակատում առաջի պարտությունից մինչև Արցախի հայաթափումը անընդհատ ժամանակը մեր դեմ է օգտագործվել եւ ժամանակը մեր դեմ է խաղացել, որովհետեւ մենք իշխանություն ունենք ծրանց, որոնք ոչ միայն պարտված էին, այլև ըստ էության ծրագիր էին իրականացնում եւ հիմա ժամանակը անընդհատ աշխատում է մեր դեմ եւ հայտնվում ենք մի իրավիճակում, որը կարծես թե երկեր չի թողնում, բայց ինչպես ձևակն է ձևակերպում, երբ չի մնում երկուճար, խնդերն են գտնում հնար, հետեւաբար եկել է խնդերի ժամանակը։ Այո, շնորհակալություն։ Նախ թույլ տվեք անդրադառնամ այն հիմնարար մի քանի կետերին, որոնց նշեցիք։ Ուրեմն առաջինը, այո, թվում է թե կա երկու օրակարգ Հայաստանում, բայց այդ երկուսը մեկ ամբողջության, ոնց որ ասած, տարբեր երեսներն են, բայց իրանք մեկ ամբողջություն են կազմում։ Առաջի օրակարգը, այո, դա կապիտուլյացիոն օրակարգն է, որը սպասարկում են իշխանությունները, եւ երկրորդ, այդպես ասած, ընդդիմադիր դաշտն է, որ իբր հույսը դրել է ընտրություններով որևէ բան փոխելու հնարավորության վրա։ Այստեղ նաեւ կարեւոր է որ շեշտում եք, որ այլընտրանք մնում է այս մեկ մեդալի երկու տարբեր կողմերից դուրս արդեն ազգային ազատագրական պայքարը, որը այո կարող է կազմակերպել միայն հոգևոր արթնություն ունեցող այնեղ շրջանակը, ազգային այնեղ շրջանակը, ով իր արչև այդպիսի խնդիր կդնի ազգային ազատագրական հայրենատիրական պայքարի։ Եվ այստեղ այո շատ ճիշտ եք նշում ամենաառաջնային խնդիրը, որ դրված է վիլայեթացման ծրագիր, բայց եթե մի քիչ այս ծրագիրը ավելի բացենք եւ հստակ իր անունով կոչենք, ապա կտեսնենք, որ համաշխարհային որպես մեծ պրոյեկտ դրված է Կարմիր Թուրանի կամ պանթուրանական այդ ծրագիրը, որի գլխավոր դերակատարը Թուրքիան է, իսկ նրա այսպես ասած երկրորդ ջութակը խաղում է Ադրբեջանը։ Եվ հիմա այս մեծ Թուրանի պրոյեկտը, որը դրված է պատվիրատուն այդտեղ է։ Այո, այդ պատվիրատուները, ովքեր կազմակերպել են այս համաշխարհային մեծ պրոյեկտը, նրանց համար առաջնային կա մեկ խնդիր, որ Հայաստանը չի կարող սեփ հանդիսանալ այս թուրանական մեծ պրոյեկտի մեջ։ Եվ հիմա այս մոտեցումը հստակ դրված էր եղել 2018 թվականին եւ դրանից առաջ իշխանությունների դիմաց եւ ասված էր, որ դուք չեք կարող այս մեծ պրոյեկտի մեջ սեփ հանդիսանալ, հետեւաբար պետք է սպասարկեք։ Եվ 18 թվականից առաջ իշխանությունը եւ հետո 18 թվականին հանձնված իշխանությունը Նիկոլ Փաշինյանին այս մեկ խնդիրն էր լուծում, որ սպասարկեն պանթուրանական մեծ ծրագիրը։ Սպասարկել պանթուրանական այս մեծ ծրագիրը նշանակում էր ընդամենը մեկ բան. Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտում այս մի քանի տարիների ընթացքում ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ հայտնվենք շախմատային տերմինոլոգիայով ասած ցունկ ցվանգի մեջ, այսինքն յուրաքանչյուր քաղաքական քայլ կամ յուրաքանչյուր քաղաքական ֆիգուրի, որ փորձես ձեռ տալ եւ խաղալ, կտեսնես, որ արդեն պարտվել ես։ Այսինքն նայեք, հենց այստեղ է այսօրվա իշխանությունների այսպես հոխորտանքը, համարձակությունը, որ իրենք եւ իրենց իշխանության բերած ուժերը եւ իրենց սպասարկող քաղաքական ընդդիմադիր կամ ողջ ընդդիմադիր կոչված դաշտը ամբողջություն արել է այն, որպեսզի քաղաքական դաշտում մնա միայն կապիտուլյացիոն օրակարգը, այսինքն մնացած բոլոր քայլերը գնան պարտության։ Օրինակի համար, եթե փորձենք մանրանալ, նայեք, վերցնում ես, ենթադրենք, Սերժ Սարգսյանի թիմին, մեկ էլ տեսնում ես, որ
այս դաշտում հենց իրանք են նպաստել, այսպես ասած, Նիկոլի գալու եւ Նիկոլի սպասարկելու։ Վերցնում ես, այսպես ասած, արևմտյան կեղծ թևը, որը այս մի քանի տասնամյակի ընթացքում սորոսական հիմնադրամով սնվածներն էին, տեսնում ես, որ ամբողջությամբ նորից արտաքին գործակալական ցանց են եւ արտաքին ազդեցության սպասարկումներն են։ Վերցնում ես, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանական թևը, զգում ես, որ այստեղ ընդհանրապես խնդիրը դրված, որ վարչապետը միայն ին որդին տարբերակով եւ մնացած բոլոր տեղերը, որտեղ ուզում ես ձեռ դու տեսնում ես, որ կամ նախկին մերժվածներ են, կամ իշխանությունը կամավոր սրան հանձնածներ են, կամ սրա երաշխության տակ խաղացողներ են, այսինքն ամբողջությամբ նույն համատարած նույն խաղն է գնացել, ով մասնակից, ով իբր կողքից, այսպես ասած, դիտորդի դերում, բայց մեծ հաշվով բոլորը սպասարկել են այս մեծ ծրագիրը։ Եվ հիմա ինչու է պետք այս ամենից դուրս նոր մոտեցում։ Կարևոր ամենակարևոր խաղը կայանում է նրանում, որ այս ժամանակակից իրավիճակի մեջ հայտնված եւ դա ցույց կտա հենց Գյումրիի ընտրությունները, որը նաեւ ցույց տվեց 21 թվականի ընտրությունները, ցույց տվեց նաեւ 23 թվականի քաղաքապետի Երևանում տեղի ունեցած ընտրությունները, որ ազգաբնակչության մեծ մասը չի մասնակցում ընտրություններին։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանադրությամբ իբր իշխանությունը պատկանում է ժողովրդին թեզը այլևս սպառվել է։ Եթե այս հանրապետական կարգը հիմնված է, որ պետության մեջ ժողովուրդը կրելով իշխանություն ընտրությունների արդյունքում ձևավորում է իր պետական կառավարման համակարգի ղեկավար մարմիններին, ապա մենք կտեսնենք, որ ազգաբնակչության շատ չնչին տոկոսն է մասնակցում եւ այդ շատ չնչին տոկոսից էլ ավելի փոքր տոկոսն է կարողանում իշխանություն գրավել։ Եվ եթե մենք հանգարց տեսնենք, մնացած մեծ մասը ազգաբնակչություն չի մասնակցում։ Իսկ ինչ է նշանակում։ Նշանակում է ամենը մեկ բան, արտաքին ազդեցության գոտիները իրենց մեջ կարողացել են բաժանել այս հանրապետության այս փոքրիկ զանգված ունեցող այս էլեկտորատին եւ իրենց մեջ բաժանած ընտրությունները անցկացնում են եւ ով կարողանում է հաղթել, նրանք էլ որպես ասած իշխանությունը կարողանում են ըստ այդ ազդեցության գոտիների ենթակայությամբ էլ աշխատել։ Այսինքն կարծել թե հերթական ընտրություններով մենք կարող ենք փոփոխություն բերել, նորից արդյունք չկա, որովհետեւ հանրապետության մեծ զանգված ազգաբնակչության չի մասնակցելու սրան։ Կրկնենք, որի ապացույցը կլինի մոտակա 2 շաբաթ հետո Գյումրիի ընտրությունները։ Այսինքն սա ցույց է տալիս, որ այն քաղաքական արժեքարքը, ինչի վրա կառուցվեց մեր պետականությունը 30 տարիների ընթացքում, այլևս սպառվել է եւ կարծել թե այդ սպառված իրականության մեջ այս կամ այն իշխանությանը ձայն տալով կամ այս քաղաքական գործի իշխանության բերելով կարող ենք փոփոխություն անել, սա հենց մեծագույն խաբեությունն է։ Ուրեմն նշանակում է սրանից դուրս է պետք որոնել։ Իսկ սրանից դուրս միակ ճանապարհը մնում է, ինչպես ասում ենք, ազգային ազատագրական հայրենատիրական պայքարը։ Ինչ է նշանակում սա։ Սրա ճիշտ հասկանալու համար պետք է տեսնենք, որ եթե սրանից 37 տարի առաջ Արցախյան ազատագրական պայքարը բերեց անկախ պետականության երկու հանրապետությունների արկայություն, այսօր էլ պետք է հասկանանք, որ այն սխալները, ինչ գործեցին 30 տարիների ընթացքում, հիմա ձերբազատվելու համար այդ բոլոր սխալներից նոր ազգային ազատագրական պայքարը պետք է ծնի նոր պետականակարգություն։ Սա է այն հիմնարար խնդիրը, որ մենք առաջ ենք քաշում, որտեղ հին մոդելը, որը սպառվել է, որը նեխել է, որն ինքն իրանից արդեն տոքսիկ է, թույն է արտադրում եւ ներհասարակական, ներազգային կյանքը վերածում է թշնամանքի ատելության, ապա սոցիալիզացիայի, այդտեղ հասարակություն, առողջ պետություն հնարավոր չէ կառուցել։ Ուրեմն այս գործընթացներից դուրս մի նոր ազգային ազատագրական պայքար է պետք, որը կծնի նոր ազգային պետություն։ Իսկ այդպիսի ազգային ազատագրական պայքարը առնվազն 4 մակարդակ ունի։ Նախ ազատագրում ինքներս մեզանից, մեր մեղքերից, մեր սխալներից, մեր թերություններից, որը մենք թույլ ենք տվել այս 30 տարիների ընթացքում։ Ինչի մասին արդեն ասացինք, հին քաղաքական կարգը, որով կառուցվել է պետություն, առաջնահերթ դրանից է պետք ազատագրվել նորի ճարտարապետման տեսլականը մեխանիզմներն ունենալով։ Երկրորդ երբ խոսում ենք ազգային ազատագրական պայքարից, հստակ ձևակերպում ներքին թշնամուց, ներքին թշնամին էլ է այստեղ բազմաշերտ, նախ այն թուրք-ադրբեջանական, այսպես դիվերսիոն ահաբեկչական խումբը, որ գրավել է Հայաստանի Հանրապետությունում իշխանություն, երկրորդ, ինչպես ասացինք, սերոսական այն բուծված զանգվածը, որ այս մի քանի տասնամյակի ընթացքում բուծվեց, եւ այլ 5-րդ շարասյուններից, որոնք այսօր այստեղ
այսպես լայն ճակատով շարունակում են ամենաթողության եւ անպատժելիության մակարդակում աշխատել։ Երրորդ մակարդակ ազգային ազատագրական պայքարի արդեն ուղղված է մեր արտաքին թշնամիների դեմ, ովքեր արդեն սպառնում են ամեն օր մեր հանրապետությանը, մեր ազգաբնակչությանը եւ ում կողմից այսօր անեքսիայի է ենթարկվել Արցախի հանրապետությանը։ Այսինքն այստեղ նորից հստակ պետք է հասկանանք, որ ազգային ազատագրական պայքարը արդեն ուղղվելու է արտաքին թշնամիների դեմ։ Իսկ սրա չորրորդ մակարդակը պետք է հասկանանք, որ ազգային ազատագրական պայքարի վեկտորը նաև այս հաղթական դաշտերը տանելուց հետո պետք է ուղղվի նաև նեոգաղութային այն համակարգի դեմ, որի լծի տակ այս 30 տարի ապրում ենք չհասկանալով, որ մենք նեոգաղութային պետություն ենք ընդամենը կառուցել մեծ գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի ազդեցության ներքո։ Այսինքն այստեղ էլ պետք է մտածել այդ ազատագրության մասին, այդ թվում նաև 12 եւ ավելի միլիարդ այն դոլարների պարտքի, որ անընդհատ մեր վզին փաթաթվում է եւ անընդհատ թե մենք, թե մեր ապագա բոլոր սերունդները պարտական են լինելու այդ պարտքին։ Այսինքն ազգային ազատագրական հայրենատիրական պայքարը մի ամբողջական փիլիսոփայական եւ կոնկրետ գործողություններ են, որոնք պետք է վերջում հանգեցնեն ազգային պետության նոր կարգով, նոր տնտեսությամբ, նոր կառավարման մոդելներով։ Այո, հստակ է արդեն, որ ազգային ազատագրական պայքարին որպես նորի մեկնարկի սկզբնակետ, նորի մեկնարկի ձև այլընտրանք գոյություն չունի, որովհետև կարշահոտություն ուրող կամ տարածող այս քաղաքական միջավայրը յուրաքանչյուրս բանական անձնական դիրքերից ու շահերից է մոտենում խնդրին երկրորդային թողնելով ամեն ինչ, ակնհայտ է, որ այդտեղ չէ խնդրի լուծումը եւ այդ քաղաքական ալգորիթմների մեջ չէ։ Ազգային ազատագրական պայքար։ Սա դառնալու է ըստ էության նոր օրակարգը եւ հավաքելու է իր նպատակի շուրջ բոլոր կարող հատվածներին։ Իսկ որ մեր ազգը կարող հատված ունի, ես ինքս միանշանակ հավատում եմ, ոչ միայն հավատում եմ, այլև տեսնում եմ։ Կա այն խմորումները, խորքային խմորումները, կա այն խմբերը, որոնք պատրաստ են պատասխանատվություն վերցնելու, ավելին ոչ միայն պատասխանատվություն վերցնելու, այլև զոհաբերության գնով մեր պետությունն ու ազգին հանելու այս վիճակից։ Եվ բացարձակապես չեմ կիսում այն տեսակետները, այն հոռետեսական տեսակետները, որ մենք անդառնալի կետը անցել ենք։ Իրոք ցավալի իրավիճակում ենք գտնվում, բայց դա վերջ չէ։ Եվ չի կարող վերջ լինել, եթե կա խորքային գիտակցում, իսկ խորքային գիտակցումը հոգևոր արթնության մեջ է։ Գիտակցում այն մեղքի, որը տեղի է, մեղքերի, որը գործել ենք եւ այսօր ապրում ենք, ազատվել այն մեղքերից եւ որպես հատուցում ազգային ազատագրական պայքար։ Ազգային ազատագրական պայքարի մասին մի փոքր խոսենք, եթե նախկինում դուք իրավացիորեն նշեցիք, որ ազգային ազատագրական պայքարը միայն Արցախի խնդիրը չէր լուծում, այլ մեր երկու պետականությունների ծնունդ հանդիսացավ, այսօր նոր ցիկլ է եւ ազգային ազատագրական պայքարի հենքը ոչ միայն ազատություն ձեռք բերելն է, այլ արտարություն հաստատելն է։ Եթե նախկինում ազատություն հաստատելը նպատակ է հրճակված եւ կարողացանք ձեռք բերել ստեղծելով, սակայն առանց արտարության հաստատման մենք տեսանք, որ խրվեցինք եւ անառակ որդու պես մսխեցինք ամբողջը, ինչ մեզ ժառանգվել էր Աստծո կողմից։ Եվ հիմա ազգային ազատագրական պայքարի վեկտորը պետք է ուղղվի դեպի նոր տիպի պետության կայացման, որի հիմքը ազատությունն ու արտարությունն է ներդաշնակված։ Կամ ինչպես մենք հաճախ ձևակերպում ենք, ազգային արտարապետության ստեղծումը։ Այսինքն գործընթացի մեկնարկի եւ նպատակի այս երկու հանգրվանները արդեն հստակ տեսանելի են։ Ազգային ազատագրական պայքար, որի արդյունքը լինելու է ազգային պետության ստեղծումը։ Ակնհայտ է, որ այս երկու հանգրվանները կապելու համար անհրաժեշտ է հիմնարար օղակը կապող օղակը, որը նախորդիվ ես իմ խոսքի մեջ նշեցի, պետք է լիներ ազգային էլիտա։ Այն էլիտան, որը ինչպես 88-ին վեհապարի տեսքով, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեսքով եւ մնացած մտավորականների տեսքով փորձեց ձևակերպել եւ ուղղորդել ազատագրական պայքար։ Հիմա էլ կա այդ պոտենցիալը,
ուղղակի այդ պոտենցիալը կարող հատվածի, առողջ հատվածի, նորից կրկնեմ, զոհաբերության պատրաստ հատվածի համար չկա այն սուբյեկտը, որը նույնականացնելու է եւ գործընթացը տանելու է ազատագրական պայքարից մինչև ազգային պետության հիմնադրում։ Հետևաբար առանցքային խնդիր է դառնում ազգային նոր սուբյեկտի ձևավորումը, որը ձևակերպելու եւ տանելու է նոր պայքարը, ազգային ազատագրական հայրենատիրական պայքարը եւ որի հանգրվանը լինելու է ազգային արտարապետության ստեղծումը։ Ազգային սուբյեկտի ձևավորումը ինքը արհեստական ձևով, դատարկ ձևով չի կարող լինել։ Ինքը բնական process է եւ տեղի է ունենալու այն ժամանակ, երբ գործընթացի արդյունքում կծնվեն այն առաջնորդները կամ այն սերուցքը, որը պատրաստ կլինի պատասխանատվություն վերցնել։ Որքան էլ որ դժվար է ժամանակները, որքան որ ինչպես դուք ձևակերպեցիք, անելանելի վիճակում են քաղաքական դաշտում, որովհետև քաղաքական որ ֆիգուրին ձեռք ենք տալիս, պարտությունը ակնհայտ է։ Որքան էլ անտարբեր, չասենք անտարբեր, ավելի շատ վստահությունը կորցրած է ժողովրդի մեծամասնության մոտ։ Այնուամենայնիվ երկը կա, եւ երկը բանաձևվում է շատ պարզ նորից բանաձև ենք։ Դարս դեպի ասված, արարիչ ասված եւ Սուրբ Երրորդություն մեր քրիստոնեական վարդապետության հիմքով, այսինքն մեղքերից ազատագրում, պատասխանատվության ստանձնում, ազատագրական պայքարի դրոշակ, ինքնակազմակերպում կամ ինչպես շատերը չնայած այդ բառից այսպես ասարսուկ վերաբերմունք ունենք, մոբիլիզացիա կարող ոչ մեծականակ, ոչ ամբողջ հանրության, ինչպես շատերը ասում են, կարող հատվածի կողմից մոբիլիզացիա, պատասխանատվության ստանձնում եւ նպատակի սահմանում ազգային արտարապետություն։ Այո, բացարձակապես ճիշտ եք, այստեղ այդ երկու օղակների կապող միջանկյալ օղակն է պակասում Հայաստանում, այդ ազգային սուբյեկտը, որը կվերցնի իր վրա պատասխանատվություն այդ ազգային ազատագրական պայքարը տանելու եւ ճարտարապետելու ապագայի ձեր ասած ազգային արդարապետությունը։ Այդ սուբյեկտն այսօր բացակայում է թվում է թե, եւ քանի որ նրա շոշափելի ներկայությունը, դերակատարությունը, հանրությունը չի զգում, հետեւաբար ինքը շարունակում է իր հին իներցիայի մեջ արդեն իրենց սպառած քաղաքական գործիչների եւ դեմքերի վրա, այսպես ասած, խաղադրույք անել, որոնք այո ժամանակ առ ժամանակ պետք է հուսախաբանեն։ Դա էլ է սցենարի մի մաս, որպեսզի այդ սցենարի հետևանքով ժողովուրդը գա իր հիասթափության, հուսալքության կրիտիկական վիճակին, իր էներգետիկ փոսի մեջ ընկնի, որպեսզի այս պանթուրանական ծրագիրը հեշտությամբ իրագործվի, որտեղ պանթուրանական ծրագրի հեղինակները, նաև կատարողները իդեմ Թուրքիայի հստակ գիտեն ընդամենը մեկ բան, որ Հայաստանը իրենց հետ որպես միջազգային պայմանագրի սուբյեկտ իրենց համար անկալելի է 100-ամյա վաղեմության երկու պայմանագրով, մեկը Բաթումի պայմանագրով 18 թվականի, մյուսը 20 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագրով, որով Հայաստանի Հանրապետությանը պարտադրված էր 10 կամ 12000 քառակուսի կիլոմետր ձեր ասած զինաթափումով եւ այլ բոլոր այն պայմաններով, որոնք այսօր նորից պարտադրվում են, այսինքն Թուրքիայի համար Հայաստանը անկալելի է հենց այդ ձևաչափի մեջ եւ նրանք պարտադրում են Հայաստանին այդ ռեզերվացիոն մոդելը եւ եթե ասում են եթե ուզում եք մնաք, ապա մեր համար հանդուրժելի ընդունելի ընդհանրապես այս ռեզերվացիոն տարբերակը եւ այս խամաճիկային կառավարությունն էլ հենց կատարում է դա մեր ասած արդեն ազգային ազատագրական պայքարը այն սուբյեկտը որ պետք է ստանձնի այդ պայքարը պետք է կարողանա բերել իր օրակարգը պետք է կարողանա բերել իր հարցադրումները եւ այդ հարցադրումներին պատասխան տալու իր պատասխանատվության աստիճանը եւ գործելու մեխանիզմները։ Իսկ նման պարագայում պետք է պատասխանել ընդհանրապես մի քանի պարզագույն հարցերի։
ուզում ենք արդյոք պետություն ունենալ թե չէ, շատ հստակ, ուզում ենք արդյոք այդ պետությունը լինի հենց այն ռեզերվացիոն տարբերակում, որը պարտադրում են մեզ եւ որին լծվել են ներկայի իշխանությունները, թե ուզում ենք ազգային պետություն ունենալ։ Եվ եթե ասում ենք այո, ուզում ենք ազգային պետություն ունենալ, ապա այդ ազգային պետություն ունենալու այդ ձեր ասած արդարության չափանիշը դրվում է դրա հիմքում թե չէ։ Եվ այսպիսի հարցադրումներից հետո ով է պատրաստ, ինչպիսի պատասխանատվությամբ եւ ինչպիսի զոհողականությամբ տանելու այս ճանապարհը ազգային պետություն կառուցելու համար։ Սա այն մեծագույն պատվերն է, որ պետք է իջեցվի այսօր հանրային հասարակական կյանք։ Մենք ձեզ հետ միասին շատ ենք ասել, որ Հայաստանում եւ ընդհանրապես հայության մեջ որպես ինստիտուցիոնալ կառույց կա եւ եղել է եւ կմնա հայոց առաքելական եկեղեցին, որն անբեկանելի անճառելի է բոլորի կողմից ընդունելու որպես կայացած ինստիտուցիոնալ պատմական հազարամյակային սուբյեկտ։ Մենք ձեզ հետ միասին ասում ենք, որ եկեղեցին ինքը պետք է իջեցնի այս հրամայականը, այս անհրաժեշտությունը, օդ ու ջրի պես օրհասական անհրաժեշտությունը։ Ինչու՞, որովհետև եթե 1918 թվականին կաթողիկոսը դուրս չգալով այսպես եկեղեցու էշմիածնի սահմաններից դուրս եւ կոչ արեց ազատագրական պայքարի, եւ եթե այն ժամանակ էլ կար Արամ Մանուկյան եւ այլք, ովքեր կարողացան կազմակերպել եւ Սարդարապատի հերոսամարտ կայացնել, այսօր վախենամ, թե այս պարագայի մեջ ոչ միայն այդպիսի հրամայական իջեցնող եւ եկեղեցական, այսպես ասած հրաման իջեցվի կամ հորդոր իջեցվի կամ պատգամ իջեցվի կամ համառություն դրսելու եւ ոչ էլ կգտնվի անշուշտ Արամ Մանուկյան դատելով այս կապիտուլյանտներից, որոնք ընդհակառակ ամեն ձև հալածելու են, որ նման հրամայական չիջեցվի, բայց այլ տարբերակ գոյություն չունի, այս պատվերը պետք է իջեցնել, որտեղ հակառակ դեպքում կրկնում ենք Արամ Մանուկյան իշխանության ղեկին չի գտնվելու, որպեսի Սարդարապատ կայացվի։ Հետևաբար այո կապիտուլյացիան լինելու է անխուսափելի։ Հետևաբար մնում է երկու տարբերակ կամ պատվերը ինքը հասարակություն այդ նեղ շրջանակը ինքն է գեներացնում այդպիսի պատվեր, ինքն է գեներացնում նման պահանջարկ եւ նախաձեռնում է այդ ազգային ազատագրական պայքարը առաջնորդելու եւ ինքը դրանով ստանում է սուբյեկտայնության կարգավիճակ իր պատասխանատվությամբ, իր քայլերի, մեխանիզմների, իր ճարտարապետվող կառույցի եւ հետագայում նաեւ այդ պետության արդեն ռեալ ձևաչափի։ Այսինքն սա կարևոր հրամայական է, բայց այս կարևոր հրամայականը ունի կոնկրետ հարցադրումներ, կոնկրետ հարցադրումներին պատասխաններ եւ հետեւաբար այդ պատասխանները կյանքի կոչելու մեխանիզմներ։ Եվ այստեղ յուրաքանչյուր մեկը, ինչպես ասացինք, սկսած նաեւ հայոց առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեվոր դասից ինքն ինչ դիրքորոշում է բռնելու, սա պատմական կյանքը ապագայում հետո իր գնահատականները կտան, բայց այլ տարբերակ չկա, քան այս ազգային ազատագրական պայքարը։ Հակառակ դեպքում ունենալու ենք այն, ինչ ծրագրավորված է համաշխարհային գլոբալ ուժերի կողմից, այն ինչ որպես դրա ոստիկանապետ նշանակված Թուրքիայի կողմից եւ այն ինչ սպասարկվում է թուրքահապատակ իշխանությունների կողմից։ Ճեղքել է պետք, անցնել է պետք, հաղթահարել է պետք այս ծրագրավորված, այսպես ասած Բերլինի գրավումից ավելի հանճարեղ պլանը, որտեղ հայոց միտքն ավելի հանճարեղ է, այդ հոգևոր արտնությունը ավելի հանճարեղ է եւ կարող է ճեղքել այդպիսի ծրագիրը, որ 18 թվականից ի վեր այստեղ իրագործվում է։ Այնպես որ այո, ազգային սուբյեկտի ձևավորումը անհրաժեշտություն է, բայց այդ ազգային սուբյեկտը պետք է ձևավորվի ազգային ազատագրական հայրենատիրական պայքարի պահանջի եւ պատվերի միաժամանակ ի հայտ բերելով եւ դրա կազմակերպման եւ կայացման պրակտիկ գործընթացում։ Ըստ բանաձևվեց այսօրվա ասելիքը, մենք հետագայում եւ ազգային սուբյեկտի մասին եւ ապագա նպատակադրման ազգային պետության մասին խոսենք անպայմանորեն նաեւ ազատագրական պայքարի հնարավոր դրսևորումների եւ կազմակերպման հնարավորությունների մասին, բայց մի շեշտադրում կատարենք։ Այո, բոլորը սպասում են այդ կոչին, բոլորը սպասում են այդ պատվերին։ Կարող հատվածը սպասում է, սա քննարկման ենթակա չէ։ Եվ սա հայտարարությունների կամ այսպես ասած կոչերի տեսքով չպետք է լինի։ Այսինքն սուբյեկտի ձևավորման համար անհրաժեշտ է հստակ պատասխանատվության ընկալում, ոչ թե հայտարարություն հետո կոմֆորտի զոնայում
տեղավորվել հստակ պատասխանատվության ստանձնում եւ պատասխանատվության ստանձման հետ մեկտեղ գործընթացի կազմակերպում։ Իսկ գործընթացը ոչ այլ ինչ է, քան ազգային ազատագրական պայքարի մեկնարկ, իրացում եւ հանգրվանը ազգային պետություն։ Այսինքն բանաձևը, եթե բանաձևը հստակեցնենք, արգումենտները արդեն ակնհայտ են։ Հոգեվոր արտնությամբ ազգային սուբյեկտի ձևավորում, որը պատվերի պատասխանատվության ձևով է։ Ազգային սուբյեկտի կողմից ազգային ազատագրական հայրենատիրական պայքարի ձևակերպում եւ իրացում եւ արդյունքը ազգային արտարապետության ստեղծումն է։ Ու այս պարագայում կհավերժի հայը Արտար հայը։ Խնդրեմ եզրափակեք։ Բացարձակապես համաձայն եմ, որովհետև եթե խոսում ենք ապագա ազգային պետությունից, այն անվանում ենք արդարապետություն, եթե խոսում ենք ազգային նոր սուբյեկտից, ապա դրանք պետք է լինեն այդ արդարությունը կրող եւ հանուն արդարության ապրող, հանուն արդարության մարտնչող եւ հանուն արդարության նահատակվող հայության այն սերուցքը, որը կարող կլինի այդ ազգային ազատագրական արդարապայքարը առաջ մղելու, որտեղ այն արդարության պայքարը ներհասարակական կյանքում, այն արդարության պայքարը նաև արտաքին թշնամական դաշտում եւ միջազգային հարթակներում եւ վերջին հաշվով նաև պայքար է հանուն Աստծո արքայության եւ նրա արդարության որոնման եւ հաստատման հարցում։ Եվ այդ առումով, այո, այդ ազգային ազատագրական արդարապայքարը կազմակերպելու համար պետք են այդ 10 արդարներ, այստեղ այդ 10 ճակերտների մեջ անշուշտ 110, 1110 եւ ավելին այդ արդարների ներկայությունը եւ նրանցով նոր սուբյեկտի ձևավորումը, որը կարող կլինի երկնելու, կառուցելու եւ ճարտարապետելու այդ արդար ազգային պետությունը։ Հետևաբար, այո, ճիշտ ենք ասում, որ կհավերժի հայը արդար հայը։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։